Գրեթե մեկ ամիս երեք հայ բժիշկները Նուբայի լեռներում էին, որպեսզի Ավրորա 2017-ի դափնեկիր Թոմ Քաթինան կարողանար մեկ շաբաթով հեռանալ Սուդանից ու լինել Երևանում։ Ձեզ հաջողվեց ինձ բերել Հայաստան։ Քաթինայի ելույթը բժիշկները լսում են միայն այստեղ, Նուբայում այդ հնարավորություն չունեին, չկա կապ, չկա նաև ժամանակ։ Հարյուրավոր հիվանդների ամեն օր պետք է խնամել ու բուժել։ Քեֆ, հարցնում ես քեֆը ինչպես է, արաբերենով, ասում է թամամ, այդքանը հասկանում ես լավ եմ ու քեզ լավ ես զգում։ Հայկ Հովհաննիսյանը, Գևորգ Ոսկանյանն ու Արմինե Բարխուդարյանը պատասխանում են նույն այն հարցին, ինչն այդքան շատ էին տալիս Թոմ Քաթինային, ինչն էր ամենադժվարը Նուբայում, նույնը երբ հիվանդը մահանում է։ Ցավոք սրտի, այո, հրազենային վիրավորումով ծանր հիվանդ։ Հայ բժիշկների առաքելության ժամանակ ռմբակոծությունները դադարել էին, բայց վախն ու սպասումը Նուբայում չեն վերջանում։ Նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ որ ձայները լսվում էր երկնքում, մարդկանց թվում էր, թե ինչ-որ բան կարող է հիմա ընկնի պայթի ռումբերեն։ Նոր ու անսովոր էր ամեն ինչ, նույնիսկ մրջնաբույնները, որ տեսել էին միայն ֆիլմերում։ Ուսումնասիրում էինք, թե մրջումները ոնց են մտնում ելնում, երեխաները մեր վրա ծիծաղում էին, ասում են, այս կավաջիները ովքեր են, դա սպիտակ մարդ է նշանակում։ Հայ բժիշկները Նուբայում ապրում էին այնտեղ, որտեղ դոկտոր Քաթինան էր ապրում, երբ դեռ չէր ամուսնացել սուդանցի բուժքրոջ հետ, հիվանդանոցում, ուտում էին այն, ինչի պակասը սուդանցիներն ամեն օր ունեն, հասարակ սնունդ։ Լոբի եւ բրինջ։ Իսկապես հերթական բան են արել։ Բժիշկներին իրենց անսովոր առաքելության համար շնորհակալություն հայտնելու նպատակով Արցախից միանում է Ավրորա մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Բժիշկների համար իրենց առաքելությունն ավարտված չէ։ Մեկ անգամ Նուբայում լինելուց հետո հնարավոր չէ մոռանալ սուդանցիների երախտագիտությունը։ Իսկ Ավրորայի գլխավոր առաքելությունը հենց դա է՝ երախտագիտությունն ի գործ։ Մանուիլյանը, Արեգ Գալստյան, ժամը լրատվական։